Գարնանային գունեղ ու ջերմ մթնոլորտ նկարիչների միությունում բացվել է Գարնանային սալոն խորագրով ամենամյա ցուցահանդեսը։ Միության երկու ցուցասրահում արվեստասերը հնարավորություն ունի տեսնելու գեղանկարչության, քանդակի, գրաֆիկայի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ամենաթարմ ստեղծագործությունները։ Այս խմբակային ցուցահանդեսով, որին մասնակցում են միայն Հայաստանի նկարիչների միության անդամները, մենք տալիս ենք մեր տարվա մեկնարկը եւ այսօր ցուցադրվում է 200-ին մոտ ուրեմն հեղինակներ։ Նրանցից յուրաքանչյուրը Գարնանային սալոնին ներկայացրել է ընդամենը մեկ գործ։ Սուրեն Սաֆարյանը վստահ է, սա լավ հնարավորություն է մասնագիտական պատրաստվածության մեջ պահելու նկարիչներին։ Տրվում է հնարավորություն ցուցադրվելու, շփվելու եւ բազում այցելուներ ենք ունենում, որը շատ ուրախալի է եւ սա կարող եմ ասել արդեն դարել է սպասված ցուցահանդես եւ Գարնան առաջին օրը մենք դիմավորում ենք այսպիսի վառ գույներով։ Հայաստանի ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը կարևորում է նման ցուցադրությունները, նշում դրանք սեփական արվեստը հանրահռչակելու լավագույն միջոց են։ Միշտ է այդպես եղել եւ ես շատ ուրախ եմ, որ այդ ավանդույթը պահպանվել է նոր մեր ժամանակներում եւ ամենակարևորը նա որ այդ հնարավորությունը, այսինքն սա կա դեր կա ուրեմն Փառք Աստծո այս ցուցասրահը, որը ամենակարևորն է, ես կարծում եմ թանգարաններ կան պատկերասրահ, բայց սա ցուցասրահ է։ Այս ցուցասրահը մեծ շքեղություն է նկարիչների համար եւ այստեղ ցուցադրվել է առանց ոչ մի լումա դնելու, այսինքն դա շատ մեծ բան է։ Նկարիչ Արթուր Հովհաննիսյանը Գարնանային սալոնում ներկայացրել է իր պահմտոցի կտավը, նրա վերջին շրջանի աշխատանքներից է։ Երեխաների թեմաներին իրականում հաճախ եմ անդրադառնում երեխաների թեմաներին եւ սա էլ հենց դրանցից մեկն էր եւ կարծում եմ հենց այսպես համապատասխանը տվյալ ֆորմատի եւ տվյալ տրամադրության հետ։ Մասնակցել եմ տարբեր սալոնների դեռևս բավականին վաղուց, բայց շատ ավելի ռեգուլյար, այսպես պարբերաբար եւ առանց բաց թողնելու որևէ սալոն կլինի Գարնանային թե աշնանային 2018-19 թվականներից սկսած այդ ժամանակաշրջանից արդեն պարտադիր ամեն սալոնի մասնակցում եմ եւ միշտ ուրեմն ձգտում եմ նոր աշխատանք ներկայացնել։ Աշնանային սալոնին դեռ ժամանակ կա, այս ընթացքում նկարիչները կվրցնեն նոր կտավներ, կստեղծեն նոր գրաֆիկաներ ու դեկորատիվ արվեստի գործեր, կրկին շոյելու արվեստասերի աչքը։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։